Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է միջազգային նոր կրթական նախաձեռնություն։ Erasmus+ ծրագրի շրջանակում Ֆրանսիայի Մոպելիեի Պոլ Վալերի համալսարանի հետ եռամսյա գործակցության նպատակն է զարգացնել միջազգային ակադեմիական և ստեղծագործական կապերը թատրոնի, կինոյի, աուդիովիզուալ արվեստների և նոր մեդիաների ոլորտներում։ Լորանը եկավ և շատ հավանեց մեր երեխաներին, հիմնականում մեր դերասանական արվեստի բաժնի ուսանողներն էին այնտեղ ուսանում և հետագայում առաջարկեց շարունակել համագործակցությունը։ Մենք դիմեցինք համատեղ Erasmus+ ծրագրին և հաջողվեց, սակայն որոշվեց, որ մինչ այդ մի խումբ ուսանողներ կգան արդեն Հայաստան, նախնական վիզիտով և համատեղ վարպետաց դասեր կանցկացնեն 2 ֆրանսիացի դասախոսներով, այնուհետև մեր ուսանողները արդեն սեպտեմբերին կմեկնեն Մոնպելիե։ Ծրագրի մեկնարկը տրվեց Երևանում։ Համատեղ ստեղծագործական արվեստանոցը միավորեց 20 ուսանողի Հայաստանից և Ֆրանսիայից։ Ստեղծագործական նախագծերի, փորձի փոխանակման, միմյանց կրթական և մշակութային միջավայրերին ադապտացվելու գործընթացը վարում են Մոպելիեի Պոլ Վալերի համալսարանի դասախոս հետազոտողներ Լորան Բերժենը թատերարվեստի և Վենսան Դևիլը կինոարվեստի ոլորտներից։ Փորձի փոխանակման այս գործընթացում թե հայ, թե ֆրանսիացի ուսանողները սկսում են այլ կերպ մտածել։ Մենք հնարավորություն ենք տալիս արվեստում հեռուն տեսնել, գաղափարված չմտածել ու դառնալ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մասնագետ արվեստագետներ։ Երբեմն երկու երկրների ուսանողների համար էլ կրթական միջավայրը հոգեհարազատ չէ, բայց ժամանակի ընթացքում իրենց առօրյայի մի մասն է դառնում այլ մշակույթի հետ շփումն ու արվեստում նոր հեռանկարներ տեսնելը։ Թատրոնի և կինոյի տեսական գիտելիքները համադրում են գործնական աշխատանքի հետ կիրառելով գործողության դեկոմպոզիցիա, դերասանական ֆրագմենտացիայի, ֆոտովեբի և ստոպ մոուշնի տեխնիկա։ Երկու հիմնական առարկա ունենք՝ կինո և թատրոն։ Կինոն հիմնականում առավոտյան ժամերին է, թեորիա է, նայում ենք ֆիլմեր, ընտրել է մեր դասախոսը կոնկրետ ռեժիսորի եւ այդ ռեժիսորի ֆիլմերը նայում ենք, քննարկում ենք, վերլուծում ենք դետալ առ դետալ, համեմատում ենք այլ ավելի հայտնի ռեժիսորների աշխատանքի հետ։ Երկրորդ արդեն դասը դա թատրոնի դասն է։ Այդ ընթացքում հիմնականում ամեն ինչը ավելի պրակտիկ է։ Բարձրանում ենք բեմ, տարբեր տրեյնինգներ ենք անում ու մշակութային առումով հետաքրքիր էլի փոխանակում է տեղի ունենում, որովհետեւ կարողանում ենք ինչ-որ հետաքրքիր նոր բաներ սովորել, որոնք որ չենք սովորել ինստիտուտում։ Աշնանահայ ուսանողներն ու դասախոսները կմեկնեն Ֆրանսիա ծրագրի հայկական կողմի պարտականությունները կատարելու։ Նրանց խոսքով ծրագիրը ոչ միայն կնպաստի մասնագիտական հմտությունների զարգացմանը, այլև կամրապնդի հայ-ֆրանսիական կրթամշակութային համագործակցությունը ստեղծելով նոր հնարավորություններ երիտասարդ արվեստագետների համար։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։